Տիեզերքը նշան է տալիս հաջողության, որ խորհրդանիշներն են աշխատում հենց ձեր ծննդյան ամսաթվի համար։ Երբեմն հաջողությունը երկնքից հանկարծակի չի ընկնում։ Այն ազդանշաններ է տալիս՝ կրկնվող պատկերները, խորհրդանիշների հետ պատահական հանդիպումները, գույները, որոնք սկսում են գրավել հայացքը։ Այս ամենը կարող է լինել այն լեզուն, որով տիեզերքը ակնարկում է դուք ճիշտ ճանապարհին եք։ Աստղաբաններն ու տարոլոգները կարծում են, որ յուրաքանչյուր ծննդյան ամսաթիվ ունի հաջողության իր խորհրդանիշ։ Եթե գիտակցաբար շրջապատեք ձեզ դրանցով, ինտերիերում, զարդերում և այլ միջավայրերում, դուք ավելի ընկալունակ կդառնաք հնարավորությունների համար։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ձեր անձնական հաջողության խորհրդանիշները ըստ ծննդյան ամսաթվի։ Ծնվածները 1, 10, 19 և 28 ամսաթվերին։ Գույներ՝ մուգ կապույտ, սև։ Խորհրդանիշներ և կերպարներ՝ կատուներ, վագրեր, առյուծներ, արծիվներ, բազեներ, սիրամարգեր, խոյեր, միաեղջյուրներ, ռնգեղջյուրներ, արև, հայելիներ։ Ասոցիացիաներ՝ ուժ, շարժում, առաջնորդություն։ Առարկաներ՝ մեդալներ, գավաթներ, դանակներ, ադամանդներ, արևային ակնոցներ, գլխարկ։ Տարածքներ՝ արհեստանոց, տրանսպորտ, ճանապարհ։ Հաջողությունը գալիս է, երբ դուք գործում եք համարձակ և չեք թաքցնում ամբիցիաները։ Հաջորդ ամսաթվերին ծնվածները՝ 2, 11, 20 և 29։ Գույներ՝ վարդագույն, շագանակագույն։ Խորհրդանիշներ՝ փղեր, արջեր, պանդաներ, զատիկներ։ Սնունդ և կերպարներ՝ խնձոր, մեղր, կաթ, շոկոլադ։ Ասոցիացիաներ՝ հոգատարություն, տուն, կայունություն։ Նշաններ՝ ինь, յան, վարդեր, մարգարիտ։ Բարգավաճումը գալիս է հարմարավետության, հարաբերությունների և խաղաղ նավահանգիստ ստեղծելու ունակության միջոցով։ Հաջորդ ամսաթվերին ծնվածները՝ 3, 12, 21 և 30։ Գույներ՝ բաց կանաչ, մանուշակագույն։ Խորհրդանիշներ՝ թռչուններ, աղվեսներ, կապիկներ, թութակներ։ Ասոցիացիաներ՝ ինտելեկտ, ուսուցում, շփում։ Տարածքներ՝ գրադարան, դպրոց, դաշտ, ձեղնահարկ։ Առարկաներ՝ գրքեր, մատիտներ։ Հաջողությունը միանում է, երբ դուք մտածում եք, գրում, խոսում և սովորում։ Հաջորդ ամսաթվի ծնվածները՝ 4, 13, 22 և 31։ Գույներ՝ մուգ կանաչ, հագեցած մանուշակագույն։ Խորհրդանիշներ՝ մրջյուններ, ցլեր, ագռավներ։ Ասոցիացիաներ՝ կառուցվածք, կայունություն։ Առարկաներ՝ ժամացույցներ, հովանոցներ, սեղաններ, ափսեներ։ Փողն ու հաջողությունը գալիս են կարգուկանոնի, հարաբերության և հուսալի հենարանների միջոցով։ Հաջորդ ամսաթվի ծնվածներ՝ 5, 14 և 23։ Գույներ՝ դեղին, ոսկեգույն։ Խորհրդանիշներ՝ գորտեր, ձիեր, գայլեր։ Ասոցիացիաներ՝ խաղ, ռիսկ, ուրախություն։ Վայրեր՝ խաղատներ, փառատոներ, կինոթատրոններ։ Նշաններ՝ պայթ, երեքնուկ, հրավառություն։ Հաջողությունը սիրում է ձեր համարձակությունը, հումորը և խոշոր խաղալու ունակությունը։ Հաջորդ ամսաթվի ծնվածները՝ 6, 15 և 24։ Գույներ՝ մոխրագույն, արծաթագույն։ Խորհրդանիշներ՝ դելֆիններ, եղջերուներ, մեղուներ։ Ասոցիացիաներ՝ հարմոնիա, գեղեցկություն։ Բնություն՝ ջուր, այգիներ, պուրակներ։ Նշաններ՝ խեցիներ, ծիածաններ, ծովաստղեր։ Բարգավաճումը գալիս է, երբ դուք ընտրում եք մեղմությունն ու հավասարակշռությունը։ Հաջորդ ամսաթվերը մեզ մոտ 7, 16 և 25-ն են։ Գույներ՝ սպիտակ, պաստելային։ Խորհրդանիշներ՝ ընձուղտներ, կռունկներ, մորեխներ։ Ասոցիացիաներ՝ հայացքի բարձրություն, ինտուիցիա։ Վայրեր՝ լաբորատորիաներ, դատարաններ, ժայռեր։ Ձեր հաջողությունը միանում է, երբ վստահում եք ներքին ձայնին։ Ծնվածներ՝ 8, 17 և 26։ Գույներ՝ թանկարժեք երանգներ, սուտակ, զմրուխտ, շաբյուղա։ Խորհրդանիշներ՝ օձեր, պանտերաներ, փյունիկներ։ Ասոցիացիաներ՝ տրանսֆորմացիա, իշխանություն։ Վայրեր՝ լեռներ, ամրոցներ։ Հաջողությունը գալիս է ներքին փոփոխությունների և հին վախերից հրաժարվելու միջոցով։ Հաջորդ ամսաթվերը՝ 9, 18 և 27։ Գույներ՝ կարմիր, նարնջագույն։ Խորհրդանիշ՝ շուն, բուեր։ Ասոցիացիաներ՝ ուղի, գիտելիքներ։ Կերպարներ՝ դռներ, աստիճաններ։ Բարգավաճումը գալիս է, երբ դուք եք գալիս սովորական շրջանակներից։ Ինչպես
ինչպես օգտագործել հաջողության խորհրդանիշները։ Ավելացրեք դրանք սոցիալական ցանցերի ավատարներում եւ ետնանկարներում, զարդերում եւ աքսեսուարներում, ինտերիերում, բիզնեսի տարբերանշաններում եւ անձնական ծեսերում։ Երբեմն հենց նման մանրուքն է դառնում մեծ փոփոխությունների մեկնարկային կետը։ Դե ինչ բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքի, ներկայացնում եմ հետաքրքիր տեսանյութեր։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, մաղթում եմ քեզ հաջողություն կյանքի բոլոր բնագավառներում, անկախ քո ծննդյան ամսաթվից։